Բարի երեկո, սիրելի հետևորդներ, միշտ սկսում ենք մեր հերթական, բայց առաջին լայվը այս տարի հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Facebook-յան էջից։ Կարծում ենք կարոտել եք մեզ և դրա համար վերադարձել ենք և հուսով ենք, որ ձեր բոլոր սպասելիքները կարդարացվեն և շնորհակալություն այն մեծ հետաքրքրության համար, որը մենք տեսանք, երբ որ դրել էինք մեր նյութի վերաբերյալ տեղեկատվությունը, բավական շատ էին հետաքրքրվողները և այնպես կանենք, որպեսզի դուք բավարարված լինեք։ Մինչև սկսելը ես մի փոքր ներկայացնեմ նորությունները հոգեկան առողջության ոլորտի, բայց շատ արագ։ Լույս է տեսել համաշխարհային հոգեբուժություն ամսագրի հերթական համարը, ինչպես նաև լույս է տեսել Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պաշտոնական պարբերական հոգեկան առողջության հայկական հանդեսը, երկուսն էլ տեղադրված են և ասոցիացիայի Facebook-յան էջում, այնպես որ կարող եք ծանոթանալ։ Անցած շաբաթ Հայաստան էր այցելել Լիոնի Վինացե կլինիկայի արտաքին կապերի պատասխանատու Սիլվիա Թոփուս-Խանյանը, ում հետ հայկական հոգեկան առողջության ոլորտը շատ սերտ համագործակցություն ունի։ Քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում նաև աուտիզմի վաղ միջամտության հնարավորության հեռանկարները և սահուն անցնելով թեմային, վերադառնանք մեր այսօրվա թեմային և մեր շատ սիրելի հյուրի, ով արտ-թերապևտ է, հոգեբան է, Հասմիկ Հարությունյանն է, որին ներողություն Հասմիկ Հարությունյան երևի շատ եմ սիրում։ Հասմիկ Հակոբյանն է, եթե Ֆրեյդի բանով գնանք, ինչ-որ լեզվի պատմություններ կա, չէ՞, սայթաքումները, որոնց մասին հիմա դուք ավելի լավ կխոսեք ներկայացնելով։ Հասմիկը նաև մասնագիտացված է յունգյան տեխնիկաների մեջ, յունգի հետևորդների մի ամբողջ բանակ ունենք մենք Հայաստանում, որոնց կարկառուն ներկայացուցիչներից է մեր այսօրվա հյուրը։ Թեման լինելու է արտ-թերապիան տագնապային խանգարումների ժամանակ։ Հիմա Հասմիկ ջան, համեցեք, հաշվի առնելով ճիշտ է, ձեզ մասնագիտական շրջանակները շատ լավ ճանաչում են, բայց նաև որ մեր հետևորդների մեծ մասը նաև մասնագետներ էլ չեն, ինչքան հնարավոր է պարզ ներկայացրեք խնդրում եմ։ Արտ-թերապիան ոնց է աշխատում տագնապային խանգարումների հետ։ Շատ լավ, շնորհակալություն հրավերի համար։ Առհասարակ, հիմա եթե դիտարկենք արտ-թերապիան որպես հոգեթերապևտիկ ուղղություն, մեր իրականության մեջ ոչ բոլորն են, այսպես իրատեսական պատկերացումներ, ունեն դրա վերաբերյալ, ավելի շատ կապում են ինչ-որ բան նկարելու հետ և մի փոքր անլրջացնում են, այն ամբողջ խորությունը, ինչ իրենից ներկայացնում է արտ-թերապիան։ Տագնապային խանգարումների ժամանակ արտ-թերապիան օգնում է այդ ամբողջ սիմպտոմները, անհանգստությունը, որ մարդ ունի, մտքերը, որ մարդ ունի ու իր համար դառնում են ոչ շոշափելի, արտ-թերապիան օգնում է գույների և ձևի պատկերների միջոցով դրանք շոշափելի դարձնել և հանդիպել նույն վախերի ու անհանգստությունների հետ ավելի ապահով, տվյալ մարդու համար, ապահով միջավայրում, որը ստեղծում է հենց հոգեթերապևտը, արտ-թերապևտը, հոգեթերապևտիկ այսպես միջավայրը։ Այսինքն, տագնապային խանգարում ունի մարդը, գալիս է փոխանակ իրեն ինչ-որ բաներ սովորացնեք, դեղեր տակ, ինչ-որ բաներ եք տալիս, նկարներ, շնորհակալություն, որ բարձրաձայնեցիք դեղորայքի մասին, կան հոգեբան մասնագետներ, ովքեր չունեն բժշկական կրթություն և իրենց այցելուներին դեղորայք են նշանակում, թեկուզ ինչ-որ հանգստացնող հավեր, որը շատ իսկապես հիմա արդիական հարց է այսօր այդ կոմպետենտության մասով, որ դեղորայք հոգեբան մասնագետը չի նշանակում առհասարակ, եթե չունի հոգեբուժական կրթություն, այն հոգեբանը, որը ձեզ ուզում է դեղորայք նշանակել, կամ միջամտում է դեղորայքի նշանակման ճիշտ կամ սխալ լինելուն, թողեք ու փախեք նման հոգեբանների մոտից, իրանք ձեզ միայն վնաս կտան։ Հիմա Հասմիկը աշխատում է արտ-թերապիայի մեթոդով, տարբեր տեխնիկաներ են կիրառվում, մի փոքր խնդրում ենք բացատրեք, ոնց է աշխատում, մարդը
նկարում ու տագնապանցնում, կամ ինչ-որ կավով բան է սարքում։ Ցանկացած մարդ ունի տագնապային խանգարում, ունի տագնապային վիճակներ, ինքը ձգտում է 1 րոպե շուտ ազատվել, չէ՞ դրանից։ Այսինքն ստացվում է, որ մարդը կենտրոնացված է այդ հարցից ազատվելու ոնց որ վրա, չէ՞, կենտրոնացվում է այդտեղ է, բայց պետք է հաշվի առնել, որ դա երկարատև գործընթաց է, մենք ոչ մի բանից հենց այնպես, հենց նույն վայրկյանին չենք ազատվում։ Դա արդեն ոչ լուրջ մոտեցում է, հա, քանի որ ցանկացած առողջ զարգացում ինքը աստիճանական է, ոչ թե թռիչքաձև։ Արագ միայն վատ բաներ լինում, լավ բաները արագ չլինում։ Մի խոսքով, այս դեպքում, երբ մարդ ունի տագնապային վիճակներ, ինչ է տեղի ունենում, մարդը կորցնում է կարծես թե իր ապահովության զգացումը, չէ, եթե դիտարկենք սա որպես բազային կարիք, ապահովության զգացումը, այստեղ խնդիր կա արդեն։ Հոգեբան մասնագետը, հոգեթերապևտը ոչ թե նայում է հետևանքին, որ հենց այդ տագնապային վիճակն է, այլ փորձում է հասկանալ, թե դա որտեղից եկավ։ Ինչ ոնց որ քայլերի, հա, հերթականությամբ բերեց այդ տագնապային վիճակին, եթե բազային կարիք պահանջմունքն ենք մենք դիտարկում, սա արդեն ճգնաժամի չհաղթարված լինելու կամ massամբ հաղթարված լինելու մասին է, ապահովության, այդ ինքնաբնության, ավտոնոմության սահմաններ հաստատելու, որը մոտավորապես մինչև 2.5-3 տարեկան արդեն մաքսիմում, հա, 3 տարեկան պիտի հստակ անցած լինի երեխան։ Եվ թերապևտիկ միջավայրում, արտ-թերապիայում ոչ միայն նկարելու, ոչ միայն կավի, այլ մենք ունենք նաև տարբեր այլ մեթոդներ, հա, մանդալան է, մարմնի հետ աշխատանքը, աուտենտիկ շարժումը, ավազաթերապիան, եւ արդեն մասնագետը ինքն է ընտրում, թե տվյալ անձի տեսակից ելնելով, որ տեխնիկան եւ սիմպտոմը հաշվի առնելով, որ տեխնիկան, որ մեթոդը այս դեպքում արդյունավետ կլինի։ Ինչ է տեղի ունենում։ Եթե տագնապային խանգարում է, հստակ տարանջատում ունենք ինչ նյութով նաև աշխատել, հա, եթե տագնապային խանգարում է, մարդը, այսպես կարծես թե ազատ անկման մեջ լինի ու ինքը չունի հողակցում։ Այս դեպքում մենք պետք է մարդուն տանք հողակցում եւ գուաշով ուղակի ակվարելով, հա, ջրաներկով աշխատելը հակացուցված է, որովհետեւ ինքը ավելի տարածում է։ Մեզ պետք է նյութեր, որոնք որ մարդուն կտան, այ կբերեն, կհավաքեն, դա յուղամատիտներն են, հա, որոնք մարդու այս տարածված վիճակը կփորձեն ավելի հավաքել իր ներս եւ մարդը կսկսի արդեն ինքն իրեն տեսնել։ Յուրաքանչյուրս հաստատ մեր կյանքում ունեցել ենք ինչ-որ տագնապային վիճակներ, չեմ ասում տագնապային խանգարում, այլ ինչ-որ անհանգստություն, որը ինչ-որ տագնապայինության է, հա, բերել։ Եւ այս դեպքում դիտարկում ենք բացատրեք այդ տագնապը եւ վախը, որպեսզի հասկանան, որտեղ մարդիկ շատերը վախենում են, բայց տագնապի մեջ քիչ են լինում, որպեսզի հասկանան, որ վախը բնական բան է, իսկ տագնապը պիտի փորձեն դիմեն մասնագետներին։ Դե այս դեպքում տեսեք, եթե մենք վախը օբյեկտը իրականության մեջ կա, այսինքն մարդը դուրս եկավ փողոց եւ ինչ որ, չգիտեմ, շուն իր վրա հարձակվեց, ինքը վախեցավ, դա նորմալ է եւ պետք է շնորհավորել այդ մարդուն, որովհետեւ ինքը առողջ արձագանք տվեց։ Հակառակ դեպքում աննորմալ կլինի, եթե տեսնում է շուն իր վրա հարձակվում է եւ ոչ մի բան չի զգում, հա, այս դեպքում արդեն տարօրինակ կդիտվի։ Իսկ կոնկրետ տագնապ հենց ֆոբիաների մասին է, որոնք որ տեսանելի չեն, այսինքն իրականության մեջ օբյեկտը չկա, ոնց որ մարդ, որը որ դուրս է գալիս փողոց ու ամեն վայրկյան վախենում է, որ ինչ որ շունի վրա հարձակվի։ Երբեմն ինքն էլ չի հասկանում ինչ։ Որպես կանոն այո, որպես կանոն այո, որովհետև դա ինչ որ ոչ շոշափելի է մարդու համար, ինչը սրում է հենց այդ անհանգստությունը, վախը։ Եվ այդ դեպքում ինչ եք անում։ Եվ այդ դեպքում կոնկրետ կարող եմ բերել ձեզ кейսերից օրինակներ, որ այո, շատ լավ կլինի ձեր հաջող դեպքերից մի քանիսը կամ գոնե մեկը նկարագրեք մի քանիսը։ Անհամեստություն չհնչի, բայց արտ-թերապիայով աշխատանքը որպես կանոն հաջողությամբ է, հա, պսակում թերապևտիկ պրոցեսը։ Չենք հասկացում ձեր մասին, մենք շատ լսել ենք, ճանաչում ենք, արձագանքներից տեսել ենք, այնպես որ ուրախությամբ կլսենք եւ օգտակար կլինի։ Շնորհակալ եմ, բայց այս դեպքում արտ-թերապիան առհասարակ, ով որ կաշխատի, ինքը բերում է դրական արդյունքների։ Ինչ է տեղի ունենում։
Մարդը եկել է, ունի հստակ վախեր, անհանգստություն, որ իր մոտ կարող է լինել քաղցկեղածին ինչ-որ, չգիտեմ, վիճակներ, հա, որ ինքը կհիվանդանա քաղցկեղով։ Եվ ամեն վարքյան հետապնդում այս միտքը, այս մտքերի գրոհն է, հա, որ խմեցի ինչ-որ պլաստիկից պատրաստված, հա, բաժակով սուրճ, միտք կա, որ այնտեղից ինչ-որ պրոցեսներ են, հա, ակտիվանում, որը կարող է բերել քաղցկեղի, օդը կեղտոտ է, չգիտեմ, ինչ-որ մի բան, այսինքն վատ նայեց, առավոտը լավ չարթնացվում նման բան։ Այո, եւ մարդը ապրում է այս մտքերով ու ֆիզիկական մակարդակով, եթե դիտարկենք, ունենում է հետեւյալ սիմպտոմները՝ մարմնի դող կարող է լինել, թույլ արտահայտված, որ նույնիսկ ինքը չնկատի, քրտնարտադրություն է լինում ակտիվ, հա, ստամոքսային, եթե մարսողական համակարգը վերցնենք, խանգարում է տեղի ունենում, որպես կանոն փորլուծությունն է ակտիվ լինում, եթե հենց հստակ դագնապային խանգարում կա, ճնշման խնդիրներ կարող է ունենալ մարդը, հա, բարձր ճնշում, դա այն պարագայում, երբ որ պատկերացնենք բարձր ճնշում ինչի մասին է, երբ որ արյունը ամբողջությամբ, չէ, բարձրանում է ու գլխուղեղում է ճնշումը, այո, սա հենց չլուծված է, որ ես այս իրավիճակում անզոր եմ ինչ-որ բան անելու ու մարմինը սկսում է ակտիվ արձագանքել, սրտխփոց կարող է լինել, հա, շնչառության հետ կապված ինքը դիմում է սրտաբանի, դիմում է ստամոքսաղիքաբանի, գանգատներ ներկայացնում, իրան փորձում են դեղորայքով հետևանքները բուժել առանց պատճառի մեջ խորանալու, իսկ դուք փորձում եք գտնել պատճառը եւ օգնել։ Բայց ասեմ, որ ուրախալի է, որ ունենք բժիշկ մասնագետներ, ովքեր այնքան գրագետ են, որ հոգեսոմատիկ խանգարումները դիտարկելով հաճախ ուղղորդում են նաև հոգեբան մասնագետի մոտ, որ սա հոգեբանական ոնց որ խնդիր է եւ դու այդտեղ պիտի հարցդ լուծես։ Հիմա եթե քեյսը ես բերեցի, տվյալ մարդը ապրում է ու պատկերացնեք ինչ դժոխքի իր կյանքը։ Եվ այս դեպքում տագնապների հետ աշխատանքը զուտ վերբալ մակարդակով իմ համար, ես խոսում եմ իմ մասին, ինչպես եմ ես աշխատում, այո, ինքը արդյունավետ չի, որովհետև այդ պահին, երբ որ դու խոսում ես, ինքը ֆոկուսը տվյալ մարդու իր ներսում է, այն մտքերի գրոհը, որ գալիս է, պատկերացնենք, եթե արտի մասին ենք խոսում, պատկերներով, հա, ինչ-որ գրոհ է, ինչ-որ սև ամպերի, հա, ոնց որ նկարագրում են այցելուները, սև ամպերի գրոհ է, կամ գազազած շան տեսք ունի, ինչ-որ ատամները հանած գալիս է, ու այդ պահին պատկերացնենք, որ մարդը տեսնում է ինչ-որ շուն շատ մեծ չափերի գազազած իր վրա է գալիս, ու կողքից ասում ենք, քարը վերցրու, մի վախեցի, հիմա սենց արա, հիմա այնպես արա, հա, ինչ կերպ պիտի արձագանքի մարդը, որևէ կերպ չի կարող այդ պահին արձագանքել, որովհետև հենց ինքնապահպանման բնազդն է ստեղ ակտիվանում, ինչպես ես կարողանամ այս իրավիճակից դուրս գալ։ Մենք գիտենք արձագանքման ձևերը, ակտիվություն, հա, ինչ-որ ագրեսիա, հարվածել, փախչել, թե այդտեղ լինում է այդ սառչելու վիճակը, հա, ու այստեղ, որ ինքը մարդուց պահանջել, որ ինքը ինչ-որ մտածական պրոցեսների հասկացություններ ունենա եւ բացարձակ, ու ինչ-որ հասկացման գա ու այդ պահին հետո գործողություն անի, դա անմտություն է ուղղակի, այսինքն այստեղ պետք է ունենալ չափազանց զարգացած հուզական ինտելեկտ, էմպաթիայի զգացում, որ հասկանալ, թե մարդը տվյալ իրավիճակը ինչպես է ապրում, չէ՞ որ ինդիվիդուալ է, չէ՞, յուրաքանչյուրը իր կերպ է դա ապրում։ Եվ այս դեպքում օգնության է գալիս արտ-թերապիան, ուղիղ ենթագիտակցականի հետ ենք մենք աշխատանք ունենում, եթե մենք խոսում ենք խոսքի միջոցով, աշխատում է, մենք ունենք դիմադրություններ, մեր պաշտպանական այսպես շերտն է, հա, եւ ոչ միշտ է, որ դիմադրությունը թույլ է տալիս դա ընկալվի ու ոնց որ ինչ-որ բան այնտեղ փոխվի։ Հիմա եթե վերադառնամ ֆիզիոլոգիական մակարդակին, սինապտիկ կապեր մենք ունենք մեր գլխուղեղում, սպիտակուցային կապեր են, որոնք ձևավորում են իրենք համոզմունքներ, պատկերացումներն են, որոնք ձևավորվում են գլխուղեղում ժամանակի ընթացքում եւ տվյալ սինապտիկ կապը արդեն ենթադրում է, թելադրում է որևէ վարքագիծ, դրսևորում։ Եվ մարդուն ուղղակի ասել, դե այսպես մի արա, այնպես արա, այդ պահին շնչի, այդ պահին լավ բաների մասին մտածի, պատկերացրեք, այստեղ իր գլխուղեղում կա տվյալ սինապտիկ կապը, որը թելադրում է վարքագիծ ու ավտոմատ դա տեղի ունենում, դա մարդու կառավարելու հարցը չէ։
Եվ մարդուն, երբ որ այսպիսի բաներ են ասում, հաճախ կանցած անգամ էլ Instagram-ով մի այդպիսի ճիշտ ասած հոլովակ տեսա, երբ որ ինչ-որ մասնագետ, որը հոգեբանության հետ կապ չունի, ինքը մեծ լսարան ուներ եւ մարդկանց հորդորում էր, որ չգնան հոգեբանների մոտ, արժե զրկելով հոգեթերապիան եւ ասելով, որ ինչի եք ժամանակ եւ գումար ծախսում հոգեբանի մոտ գնալով, որ քանի որ ձեր հարցը չի լուծվելու եւ ոնց հասկացա, անտի գովազդը, հակագովազդը ծառայեցնում էր շատ լավ, հակագովազդը ծառայեցնում էր իրեն, որովհետեւ ինձ հետաքրքիր էր, հա, այնտեղ մեկնաբանություններում ինչա գրված ու մարդիկ հետաքրքրում են, բան ինչ անենք, դուք ինչ կասեք, այսինքն դիլետանտի դերից այստեղ շատ վստահ դուրս գալու արժե զրկել մի ամբողջ գիտություն ու մասնագիտություն։ Ես թվում է այդպես բան ասողը ինքն արժե զրկվում։ Մենք այդ օրինակի տեսնում։ Այո, ու այս ինչի վերեցի այս օրինակը, որովհետև տվյալ մարդը հենց դա էր ասում, դուք չեք կարող արդյոք ձեր տվյալ վիճակի հետ գործ ունենալ, մեծ մարդիկ եք, չեք կարող Իսկապես շատ կան, գիտեք, նույն ընկերները, ընկերական միջավայրում հենց այդ է մասնագետի ու ոչ մասնագետի տարբերությունը։ Բայց գիտեք, սարսափելի վտանգավոր է սա մարդու համար, ով ունի տագնապային խանգարում, որովհետև սկսվում է ինչը, անկախ չնայած, որ ինքը արդեն տագնապային խանգարում ունի, ինքը ունի արդեն թերաժողության բարդույթ։ Եվ այս դեպքում ավելի մարդու մոտ թերաժողության բարդույթն են սրում, որ ինքը մտածում է, տես, ուրեմն իմ մոտ չստացվեց, ես չեմ կարող, ուրեմն ինձանից է, հա, տվյալ մարդը խոսում է այսպես, բայց ճապոնական ասացվածքին, եթե լսենք, անցիր մարդու կոշիկներով մի պտույտ, նոր կգաս եւ կխոսես, հա, կքննադատես կամ ինչ-որ խրատ կտաս։ Հիմա տագնապային խանգարումը մարդը հասկացանք, հա, ֆիզիոլոգիական մակարդակով ոնց է դա կառավարվում եւ ուղղակի խոսքային բառային պաշտպանական մեխանիզմը ակտիվանում է։ Պատկերացնում ենք զինվորներ, որ շարվեցին դիմացը եւ պատ է առաջացնում թերապևտի, հոգեթերապևտի, արտ-թերապևտի եւ այցելուի միջեւ։ Եվ այս դեպքում, երբ որ մարդու համար ինչ-որ բան լսելի է իր ականջին, հա, վտանգ, կոմֆորտ զոնայից դուրս գալու, ինչ-որ մի բան, ինքը ավելի փակվելու է դրա մեջ։ Այս դեպքում մենք ուղղակի ենթագիտակցականի վրա ենք աշխատում, ներողություն ենթագիտակցականի հետ ենք աշխատում, արտ-թերապևտիկ միջոցների օգնությամբ, արտ-թերապևտիկ ուղղության օգնությամբ։ Ինչպես Երբ որ մետաֆորաներով ենք խոսում, երբ որ ինչ-որ մի բան պիտի նկարի, երբ որ պատկերների միջոցով ենք խոսում, գույների, հա, ինքը հենց տակտիլ մարմնական էլ մենք ունենք նաև տեխնիկա, որտեղ ուղղակի մատներով, գուաշով, ներկերով ինքը փորձում է նկարել, ոչ միայն բրցնով։ Այս դեպքում պաշտպանությունը թույլ է տալիս հենց ուղիղ ենթագիտակցական, այսպես ասած, մուտք գործել եւ հենց այդ ապաքինման process-ը սկսվի, չէ՞ որ արտ-թերապիա հենց ինքնին բառը նշանակում է բուժում, բժշկում արվեստով, ապաքինում արվեստով։ Եվ մարդու համար հենց կոնկրետ ապահով անվտանգ պայմաններում, այսինքն հենց այդ էկոլոգիական էկոմիջավայրը ստեղծված է, հա, այցելուի համար։ Եվ վերադառնալով քեյսին, տվյալ այցելուի հետ սկսում ենք ուսումնասիրել, օրինակ, քաղցկեղից վախ ունի, հա, տալիս են պատկեր, ինչի մասին է, ինչ կերպ, ինչ տեսակ ինքը պատկերացում ունի իր հենց այդ քաղցկեղածին բջիջների մասին։ Մարմնի հետ ենք աշխատում, մարմնի որ հատվածում են դրանք տեղակայված, եթե ինչ-որ սիմպտոմների մասին է, արդեն ինքը հիվանդության կողմ է տարել։ Մարմնի որ հատվածում է ապրում դա, ինչ կերպ է զարգանում, հա, ինչ կերպ է, թույլ տվեք ռուսերեն այս բառը օգտագործեմ, взаимодействие-ի մեջ մտնում իր հետ, եւ հետո դա արդեն ըստ տվյալ խնդրի որոշում ենք, արտ-թերապևտը ինքը որոշում է, թե որ տեխնիկան առավել արդյունավետ կլինի տվյալ քեյսի հետ աշխատանքում։ Օրինակ դուք որը կիրառեցիք այդ ձեր այցելուի հետ, որը քաղցկեղի խնդիրն է։ Քաղցկեղի դեպքում մանդալայի մեթոդը ես կիրառեցի, մանդալան ինքը հզորագույն մեթոդներից է, որը որ հենց ամբողջականության է բերում մարդու տագնապի ժամանակ, պատկերացրենք puzzle-ի ինչ-որ puzzle-ով նկար, պատկեր, որը ցրված է ամբողջ տարածության մեջ եւ այս դեպքում մանդալան օգնում է, որպեսզի այդ պատկերը ամբողջական ասել, հա, puzzle-ի հատիկները հավաքվում են ու մարդը գալիս է հենց ամբողջականության
իր կենտրոնին, այսպես ասած, որը տալիս է հենց այդ հողակցման զգացողությունը ինքն իր հետ կապն է վերականգնվում, քանի որ Քանի սեանսից այդ մարդու մոտ կարգավորվեց խնդիրը։ Մենք ունեցանք մոտավորապես 10 հանդիպում, որտեղ, չեմ ասում 10 հանդիպում հետո նոր կարգավորվեց, ընթացքում քիչ-քիչ սկսում է թուլանալ, այո, աստիճանաբար։ Երկուսից հետո արդեն կարգավորվում է։ Գիտեք ինչ է լինում սկզբից, ինքը սկսում է նկատել, երբ եկավ այդ գրողը։ Վերեմ մետաֆորի, քանի որ ես յունգյան նաև ուղղությամբ եմ մետաֆորաներով կխոսեմ, որ ավելի պատկերավոր լինի։ Այս դեպքում ձիուն եւ զիավորին դիտարկենք, հա, ձին դա մեր հույզերն են, զգացմունքներ են անկառավարելի, ինչ որ մտքերն են եւ զիավորը այդ անձն է։ Հիմա այստեղ հակառակն է տեղի ունենում, ոչ թե զիավորն է ձիու վրա, այլ ձինն է զիավորի վրա հեծնած։ Պատկերացնենք հենց այդ մտքերի զգացմունքների տարափը եւ արթերապիան օգնում է, որպիսի նախ մարդը հասկանա ինչ է կատարում, որ նախ սխալ է դիրքը, հա, ձին իր վրա է ծանրությունը զգա, երկրորդ քայլը, որ ինքը դուրս է գալիս այդ վիճակից ու տարանջատում է, որ այ հիմա այս գրոհը եկավ, ես հիմա ինձ սկսեցի վատ զգալ, սկսում է ներկա գտնվել իր ֆիզիկական ֆիզիոլոգիական դրսևորումներին, հա, հեվոց, սրտխփոց, ինչ որ զգացողություններ են, որը բերում է հենց այդ պանիկային տագնապին, որ ինչ որ մի անկառավարելի բան է հիմա իմ հետ տեղի ունենում, որ ես կմահանամ, ոչ մեկ չի կարողանա հասցնել ինձ օգնել։ Այսինքն այս դեպքում մենք գործ ունենք մարդու հարաբերությունների մոդելի հետ, աշխարհի հետ, ինչ տեսակ հարաբերությունների մոդել ունի։ Այստեղ կա վստահության խնդիր։ Ես չեմ վստահում, ես վստահ չեմ, որ աշխարհը կտեսնի, այսինքն ապահով եմ այս աշխարհից, կտեսնի, որ ես վատ եմ եւ մի բան էլ դեռ ինձ կօգնի։ Այսինքն իմ հետ ինչ-որ բան է տեղի ունենալու, որ ինձ որևէ մեկը չի կարողանալու օգնել։ Այ հենց սա այդ բազային կարիքի առաջին 1-2-ից ինքը սկսում է արդեն մոտեցումը փոխել կարծես։ Սկսում է, տեսեք, ոնց որ լղոզված վիճակում է, ինքը լղճվում էր ձիու ծանրության տակ ու չէր հասկանում ինչ։ Մեր խնդիրն է, մենք արթերապիայով օգնում ենք դուրս բերել, այսինքն եթե տերմին օգտագործեմ, էքստերնալիզացիայի միջոցով, այսինքն ինքը դուրս է գալիս այդ իրավիճակից, դուրս է հանում իր ներսից ու դրսից է նայում։ Մեկ այլ բառով ասած, ներքին դիտորդի ակտիվությունն է այստեղ կարևոր, երբ որ նույն արթերապիան օգնում է հուզական ինտելեկտի զարգացմանը, օգնում է, որ մարդն ինքն իր վիճակների հանդեպ ունենա այդ անջատված, այսպես դիսոցացված, հա, պատկերը տեսնի եւ դա օգնում է իրեն կառավարելի դարձնել սիտուացիան։ Այսինքն ոնց է տեղի ունենում process-ը, ինքը սկզբից սկսում է հետազոտել, հետևել իր վիճակներին, 1, 2, 3 արդեն դա իր համար հմտություն է, հա, դառնում, ձևավորվում է այդ հմտությունը, հետո սկսում է քիչ-քիչ հեռանալ այդ վիճակից ու ոնց որ հեռվից է նայում։ Մենք ինչ որ շատ վախենալու, օրինակ, չգիտեմ, ովքեր ունեն օձերից ֆոբիա ներողություն, մարդկա չէ, ինչ որ անունը տալիս արդեն վախենում է, բայց պատկերացնենք նույն սենյակում փոքրիկ ինչ որ քառակուսի մետրի վրա տեսնում ենք օձին, մեր զգացողությունը ինչ է լինում էր հետ եւ ասենք 2, չգիտեմ, 3-4 մետր հեռավորությունից տեսնենք այդ օձին։ Կամ ակվարիումի մեջ ենք տեսնում։ Հեռավորության վրա, թեկուզ ակվարիումի մեջ, այո, տարբերություն չկա։ Եվ այս հեռավորությունը օգնում է այլ կերպ, չէ՞, նաև ուսումնասիրել այս հեռավորությունը առհասարակ։ Հիմա ես հեռախոսս վերցնեմ, օձը դնենք մի կողմ։ Հեռախոսս վերցնեմ, այսպես նայեմ ֆոկուսս ինչա, չէ՞, ինչ որ միտեղ ես ամբողջական այդ ընկալումը չեմ կարող ունենալ։ Եվ հեռացնում եմ, ես արդեն շատ բան եմ սկսում տեսնել, ոչ միայն պատկերը, ինչ որ դիզայնը ու մնացած բաները։ Հիմա այս դեպքում արթերապիան օգնում է հեռանալ տվյալ վիճակից ու սկսել տեսնել իրեն, երբ որ հեռացնում ենք պատկերը, ինքը ավելի փոճուրիկանում է, չէ՞, ավելի փոքր է դառնում հեռվից տեսնելով։ Մենք սկսենք ամփոփել, քանի որ մենք սովորաբար շատ երկար չենք մնում, բայց դուք այնքան լավ եք ներկայացնում, ուզում ենք լսենք։ Ուրեմն, եթե փորձենք ամբողջացնել, ես կուզենամ, խնդրեմ ձեր հիմնական ուղերձը մեր հետևորդներին։ Շատ լավ, այստեղ ինչպես նշեցիք ամփոփելու մասով, քայլերի հերթականությանը եթե անդրադառնամ, ուրեմն սկզբից ոնց որ գործ ունենում այցելուն որևէ արթերապևտիկ տեխնիկայի կամ տեխնիկաների հա ընթացքում
տեխնիկաների միջոցով իր տագնապի հետ հանդիպում է, սկսում է ուսումնասիրել, իրեն շոշափելի դարձնել ու կառավարելի է դառնում։ Սկսում է հեռվանալ, ընթացքում քիչ-քիչ սկսում է թուլանալ ազդեցությունը մարդու վրա։ Մինչև որ արդեն կառավարելի է դառնում, ապաքինումը տեղի ունենում հետևյալ կերպ, երբ որ դա իր վրա այլևս ազդեցություն չունի։ Հա, ինքը գիտի, որ պլաստիկից, չգիտեմ, ջուր խմելը կամ սուրճ խմելը կարող է դրան հանգեցնել, բայց ինքը այն նույն կերպ էլ չի արձագանքում, այսինքն կա ինֆորմացիան առանց էմոցիայի։ Ուղերձս հետևյալն է, որ ովքեր որ ծանոթ չեն, անպայման փորձեն արթերապևտիկ որևէ, չգիտեմ, տեխնիկա կիրառել լիցենզավորված, շատ կարևոր է, հա, իսկապես պրոֆեսիոնալ մասնագետի հետ, քանի որ արթերապիայով աշխատելը նաև վտանգավոր է։ Ինչու՞։ Եթե մարդը չգիտի անգիտակցականի լեզուն, սիմվոլների լեզուն, եթե մարդը ինքը իրենով շոշափելի չի դարձրել իր անգիտակցականի նյութը, այսպես ասած, այնքանով ինչքանով կարողացել է, հա, եւ չի կարող տվյալ այցելուին, քանի որ եթե տագնապի մասին ենք խոսում, չգիտենք մենք ինչ է բացվելու, ուտակից ինչ է դուրս գալու, եւ պիտի մասնագետ այնքան պատրաստ լինի, որ հանդիպի ցանկացած վիճակի հետ եւ տվյալ այցելուին անվտանգ ու ապահով տվյալ տեղից անի։ Եթե որոշել եք դիմել, եթե ուզում եք հետաքրքիր է ձեզ ճանաչելու, շոշափելի դարձնելու ձեր համար, ուրեմն փորձեք այսպես ասած, գրագետ եւ պրոֆեսիոնալ մասնագետի շնորհ կանցնել դա։ Ուրեմն, բոլոր մեր մասնագետ գործընկերներին հրավիրում ենք արթերապիայի դասընթացին, որը կբարի մեր այսօրվա հյուրը Հասմիկ Հակոբյանը, մեր հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի էջում եւ Ռիքարի քոլեջից կարող եք տեսնել, սիրով կսպասենք ամսի 9-ից ձեզ։ Իսկ ոչ մասնագետներին խորհուրդ ենք տալի, եթե ունեք խնդիրներ, որոնք ձեզ անհանգստացնում են եւ ուզում եք դիմել արթերապիայի տեխնիկա, ապա դիմեք Հասմիկ Հակոբյանին, ում կոնտակտները մենք կդնենք մեր այս լայվի տակ եւ կարող եք դիմել վստահ լինելով, որ կստանաք անհրաժեշտ բարձրակարգ մասնագիտական օգնությունը։ Շնորհակալություն Հասմիկ, կհանդիպենք ամսի 9-ին ձեր դասընթացի ժամանակ, սիրելի հետևորդներ, ձեր հետ կհանդիպենք ամսի 9-ին, բայց լայվի ժամանակ։ Առողջ եղեք։